Բարի երեկո բոլորիդ, հուսով եմ բոլորդ լավ եք, ժողովուրդ ջան, իմ են մշտական անվաղ հավատարիմ հետևորդներին խնդրում եմ, որպիսի իմ լայվը տարածեն, դե հասկանալի է էլի ժողովուրդ ջան, սենց վախի մտնոլորտ, այս անդիմության կապիկությունները տեսնում են, որ իրանց կեղտոտ, մութ քայլերը միշտ հանում ենք արևերես, սենց գրոհավոր էջիս վրա չեք պատկերացնի։ Բայց իդեպ ձեզ ասեմ, այսօր առհասարակ մտադրություն չունեի լայվ անելու, երկու բան տեսա համացանցում, որը մենք էլ ենք հրապարակել, ու այն զանգերը արդեն քանի օր է, որ ինձ գալիս է։ Так, ուրեմն սկսեմ Գագիկ Ծառուկյանից։ Դատախազությունը պահանջել է Գագիկ Ծառուկյանից 70 անշարժ գույք, 40 մեքենա, 800 քանի միլիարդ, 800 քանի միլիոն, իհարկե դրամի մասին է խոսքը, որ պիտի խլեն ձեռքից։ Ու նայում եմ դատարկություն բոլոր կողմերում, դատարկություն եւ լռություն։ Ինչի եմ ասում դատարկություն, որովհետեւ այդ մարդու կողքը այս պահին դատարկություն է տիրում։ Ես մենակ մի բան էլի չեմ հասկանում։ Գագիկ Ծառուկյանի թիմակիցները ինչ են մտածում։ Մեկը ինձ կբացատրի, մեկը խնդրում եմ էլի ժողովուրդ ջան, ինձ կբացատրի, արա ինչի եք լուր։ Նայում եմ ձեր բոլոր էջերը, բոլորիդ, գիտես ինչ են անում, սենց կապի կավարի, մի երկու գրառում են անում, պաշտոնական հայտարարություն են տալիս, ու վсё, պրծա, եթե դուք կանգնեք, ինձ ասեք, ծիպը Գագիկ Ծառուկյանը չի թողում, ես չեմ հավատա, հավատացեք, չեմ հավատա, բիզնեսմեն մարդու ձեռքից խլում են ամեն բան, իսկ իրա կողքի են հաթիրները լուր են, լուր, արա խիեք լուր, կարակ ինձ ասեք, խիեք լուր դուք մարդ եք դարձել, դուք անուն ունեք, չնայած վայ են անունին, որ դուք ունեք, դա Գագիկ Ծառուկյանի շնորհիվ է։ Արա Գագիկ Ծառուկյանը հազարավոր ընտանիքներ է պահում, բա այդ գործազուրկ եղած ժողովրդին, խիչ եք ասում դուրս եկեք ժողովուրդ, դուրս եկեք, խոսեք, պայքարեք, որպեսզի դուրս գա Գագիկ Ծառուկյանը։ Ինչի չեք անում։ Այդ ինչից եք վախենում, արա, որ տեղը գալիս է, թաթիրներ, կան ընդեմ մի քանի հոգի, որ թե չախելու եմ աչ ու ձախ։ Նստած միսս են ծամում, միսս։ Արա դուք սուկա չեք, լավ ինչ եք ուզում, կամ գրում եք, սիկտիր եք կլնում, որ դուք այլևս չեք հանդիսանում Գագիկ Ծառուկյանի թիմակիցը, կամ արա պայքար տարեք, խայտարակեմ սաղիդ։ Էլի եմ ասում, Գագիկ Ծառուկյանը ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ մորս կողմից է բարեկամ, ոչ իրակուսակցության անդամն եմ, արա սիրտս ցավում է։ Ես առհասարակ նեղորվա մարդ եմ։ Օй, հա, նեղորվա, ճիշտ եմ ասում, դա։ Ես կանգնում եմ մարդկանց կողքը նեղ ժամանակ, լեն ժամանակ, նաֆիգ, ինձ ոչ մի բան պետք չի, բայց դու կարա, խոզի պես սնվել եք իրանից, խոզի պես, ինչի ձեն չեք անում, մի հատ էլ ստեղ դալբայով ջղայնիկ սմայլիկներ ա դնում։ Էй, հոյ, հույ, դավայ թռար, էй։ Խեք կորել, արա, անվանական արդեն սկսեմ խոսել, հա։
Անվանական որ խոսեցի, ձեր Ալան Թալանը ոնց եք խապել Գագիկ Ծառուկյանին ինչ փողեր եք կերել։ Այդ պիղծեր խայտարակ կլնեք։ Աստված մեծ է, Գագիկ Ծառուկյանը դուրս կգա։ Այլևս ձեզ խնայել չկա, որովհետև ձեր նման կենդանիները իրավունք չունեն այդ մարդու կողքի լինեն, պիտի մաքրվի։ Պիտի մաքրվի այս հասարակությունը Գագիկ Ծառուկյանի թե ընտանիքը, թե ինքը ձեր նմաններից պիտի մաքրվի։ Բոլորը շահի համար է կանգնած իրա կողքը, տականքներ։ Էս ինչ եք անում, արա։ Երբ էր ասֆալտին էիք պարկում, էս էիք անում, են էիք անում, բայց խիչ եք ըլնում չեք պարկում։ Հե տարակ փուրը տվիք, ու վсё, ես կարամ մտենց կարծեմ։ Այո, իրավունք ունեմ կարծելու։ Էս ով եք դուք արա, ով եք դուք առհասարակ։ Կուլտուրական փթիրներ։ Եվ հետո, կային էնդեղ, են ջպով տղաներ, մղաներ, են որ Գագիկ Ծառուկյանը գնում էր, այդ Հիսուսի արձանը, որ կառուցում էր, այդ ջպով տղաները գնում էին, Գագոյի մոտ, որ շոպլիկանային, ավտոներով, ջպերով, այդ սարը տալիս ելնում էին, տիպը Ծառուկյան ջան, մենք քո կող կնենք, ուր եք բա, ատեղ բարձրացել է, որտեղ որ այդ շինարարությունը գնում է այդ Հիսուսի արձանի, մոտ 50,000 մարդ, ուր են այդ 50,000 մարդիկ, Տիկին Ռոզան, Գագիկ Ծառուկյանի մայրը, երբ որ այդ նոմինացիաներ, բաներ էր կազմակերպում բիզնես կանանց մասին, որ պատվոգրեր էր տալիս, սրան էին բիզնես վումն ճանաչում նրան, այդ գործարարներին տակ, բանը, սաղը, որ Գագիկ Ծառուկյանը բերդում չէր, արա սաղը չոքած էի կեթում Տիկին Ռոզայի մոտը, սենց հանուն նկարվում, ընդ էքեր կային է, սենց վեչերնի հակած սենց բաներով էլի սենց, գնում էի Տիկին Ռոզայի տակ չոքած էի կարա, Տիկին Ջավահիրին, տենում էիք սենց աչկերները պլպլում էր արա, նկարվում էիք սաղ ստորիներում, ձեր էջերում էտ էր գործարար կանայք, ուր եք, էսխի Տիկին Ռոզայի, հա, Տիկին Ռոզա, Տիկին Ռոզայի կողքը չեք, հա, ինչի մի բան չեք անում, հա, խի չեք անում, ասեմ նորից այդ ջպով տղաներին, ջպով տղեք, են որ գնում էիք, կզած էիք բարևում, Ծառուկյանին, Հիսուսի արձանը այդ մոտ, ջպերով ըլնում էիք, մարդկանց էիք դիմավորում, Գագոսել ձեզի ուտ կերցնում, խմցնում, հանում ճանապարում էր, հիմա ոչ մի բան, այդ ինչի է ժողովրդին ոտի չեք անում, այս սուտի ջպով տղեք, կասեք ինձ, ուտող ուրացողներ, արա սիրտս կանգնում է, արա հազարներով մարդիկ գործազուրկ են եղել, արա տգլներին չի, ես թքած ունեմ Անուշ Ավետիսյան ջան, այդ սպորտսմենների վրա Նազիկ Ավդալյանը իրա սանիկն է, Նազիկ Ավդալյանը իրա տղու հետ Ծառուկյանի նվեր տված տան մեջ ապրում, սպորտսմենները, որ իրանց լավ են նզգում Ծառուկյանի շնորհիվ, ավտո են քշում Ծառուկյանի շնորհիվ, բլյացները նստած ոչ մի բան չեն անում, ոչ մի բան, վախի մտնոլորտ է, այդ ես խիչ եմ վախենում, ուրեմ հիշեք ես ձեզ մի հատ բան ասեմ, կապ չունի Նիկոլնա իշխանության, Նիկոլը դավաճանա, դավաճան չի սիրում, են չեն սիրում, յուրաքանչյուր իշխանության աթոռի վրա նստած մարդ, ով ուզում ա լինի, հիշեք, ծախվածներին, օգտագործվող ռեզիններին, ստրուկներին, չի սիրում, սիրում ա ուժեղներին, հիշեք դա, Էսով եք դուք, արա դուք սենց ստրուկ, դուք սենց տական կլնեք, ժողովուրդ ջան, ես չգիտեմ, ես խնդրում եմ, էլի էստեղ գրեք, ես կին,
Սա մի ամբողջ ազգի հարված է։ Ես ձեզ չեմ ասում ոչ էլ կյանքում կասեմ Գագիկ Ծառուկյանը պետք է վարչապետ դառնա, այս դառնա, ոչ, չկա նման հասկացողություն։ Այս մարդը իրականում հայ ազգի բարերարն է։ Հազարներով մարդիկ մնացել են անգործ։ Վախկոտի նման անաղուած քրդիշան պես ձեն չեն անում։ Իրա կողքինները անաղուած քրդիշուն ձեն չեն անում։ Ես մենակ մի բան եմ ասում, զգուշացեք ձեր կողքիններից։ Զգուշացեք, տականքների մեկն են դրանք։ Հանուն փողի, սրանք, են որ ես գիտեմ, ոչ մեկ չգիտի։ Սրանց թիմը, մանավանդ էքերը, որ գիտեին, որ Գագիկ Ծառուկյանը ինձ հարգում, ընդունում է, Բոլի մենի ամսվա մեջ կարող է ես 2 անգամ, 3 անգամ իրա հետ իրանց տուն, իրանց այդ այգում, ես հանդիպեմ սրանք տրաքում էին, մեռնում էին, սրանց նմանները վեշնի խաղացել են իմ անվան հետ, որ հանկարծ մեկը իմ հետ չհանդիպի, որովհետև ես ինֆորմացված եմ։ Կարամ դնեմ, սաղին այսենց բացահայտեմ, այսենց սրպապիղ սպորնիկներ են դրանք։ Դուք ենքան ստոր եք, որ ձեր միջի մարդիկ ասում են, վայ, հուլիս ամսվա փողը չստացանք, վայ, բանը, վարկերը մնաց, ոնց պիտի մուծեմ, անուն առանուն կասեմ, ստորներ, ովքեր եք եղել դուք, ովքեր, տականքներ։ Հիմա անցնեմ զանգերի պահով։ Հա, իդեպ, հիշում եք մի քանի օր առաջ, որ լայվ էի արել։ Մի հատ Սլավիկ Սարգսյան կար է, առողջապահության ոլորտից, առողջապահության վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար ինչ, այդ Սլավիկ Սարգսյանը։ Այն որ խոսել էի ժողովուրդ ջան։ Այդ ապորինի դեղորայքներ, այդ մանկական ուռուցքաբանության համար, որ ասել էին Արիանա ջան բարձրաձայնի, թող ոստիկանություն, բան, ԱԱՑ-ը, ստուգեն տեսնեն ես ինչ ապորինի դեղորայքներ ա ներմուծում, քաջի տեղակալի տղուն են տարել, կետում են տվել, էտել եմ իմացել, լավները ծռելու եմ, հələ մի հատ բացահայտ դուք պիտի ստուգեք։ Տեսնենք, այդ տեղակալիդ, ինչ էր անունը, թագուհու, տղեն էդ ինչ հիվանդություն ունի, որ տարեկետում ա տված, բալը չիմանանք, այս բանը որ կա, ինչ էր անունը, աղջի նոր որ անունը տվես առողջապահության համակարգ, Սլավիկ, աղջի թե ուրիշ անուններ, չէ թե ուրիշ անուններ, այստեղ մեր բժշկուհի Լիլիթն ա, Լիլիթ ջան, կարող ա օգնես, անունը ճիշտ եմ ասում, ցավը տանեմ, որ սխալ չլինի, էլի, խնդրում եմ, էլի, դուք իմանաս, դու որպես վաստակաշատ իմ կյանքի կտոր բժշկուհի, ճիշտ եմ ասում, Լիլիթ ջան, Սլավիկ էր անունը, Սլավիկ Սարգսյան, Լիլ ջան հələ գրի էլի, հա, էստեղից աստղիկը Գևորգյան գրեց, կարոչի, որ բան եմ արել, խոսել եմ այդ մասին, դիմել եմ ԱԱՑ-ի ուշադրությանը հետը, ասում ա ԿՊ-ն վերևներից զանգելա, ասել են դավայ, վեշ մեշերդ հավաքում ես ու դավայ ես լինում, այս առաքիչին ստեն անելու առողջապահության համակարգից, ոտ, դե գնացեք, էլի լիքը բաներ կա, ամեն ինչ իր ժամանակին, Սլավիկ ջան, այստեղից Լիլիթը լսում ա, բայց չի գրում, հուսամ չեմ սխալվել այդ անունը, չէ, հա, այստեղ հա, գրում են, հա, հա, Սլավիկ, ապրեք շատ, որ սխալ չլիներ, ուրեմն ժողովուրդ ջան, ես լայվից հետո
Սիրուն Սլավիկիս նկարը կհրապարակեմ այդ առաքիչի ու փաստերով շնորհակալ եմ Լիլ ջան, շնորհակալ եմ ցավը տանեմ։ Փաստերով են որ ասեցի որ սրանք գնում են բանը խախտումներ ստուգելու ով փողա տալի սրանք ծածկադմփոցի են անում։ Ես ցուցակ խախտումների կհրապարակեմ, կտեսնեք, ես ճիշտ էի ասում, թե ոչ Սլավիկ, ես ավելի պիտի արագացնեմ քո ս լինելը առողջապահական համակարգից։ Գնա քո առաքումն արա, բայց այն ինչ որ թալանել ես, պիտի բոլորը հետ դնես իրա տեղը։ ՔՊ այն ինչեր են կովի անունը, ծաղիկ, այո, ծաղիկի հետ միասին։ Բայց ստեղ մի հարց առաջանում։ Արա այս ուժեղները կոնկրետ անինքնասեր են։ Արա այդքան ասում ես ՔՊ, կով, ծաղիկ, արա սրանց ես բռնած, սրանք մի հաստատ բանման կերել են, որ վախենում են ՔՊ-ից, կովից, ծաղիկից, մայրանայից, պատկերացնում ես։ Էս էլ ես լավ լուրը ժողովուրդ ջան, ասի ձեզ ասեմ։ Ավոտ, որ իմ խոսելուց հետո դրան ասել են դավայ Սլավիկ, վեշերը թավակի ու սիգդիրեղի։ Հիմա անցնում եմ ընդդիմությանը։ Ես ձեզ վերջի անգամ եմ նախազգուշացնում։ Ուրեմն ժողովուրդ, երբեմն իրերին, որ իրենց անունով եմ ես դիմում, օրինակ կան չէ, բոզի տղաներ, ընդդիմության մեջ, ես չեմ ամաչում դա գրական բառ է, ճիշտ է, բոզի տղա են, ասում եմ բոզի տղա են, հել եք ասեք Արիանա ջան, մենք բոզի տղա չենք, ես ասում, կամ ես մի բանը սխալ ես ասում, ասեք, եթե ասում եմ պորնիկներ, ձեր միջի էքերը պորնիկ են, պորնիկն էլ դա գրական բառ է, ուրեմն պորնիկ են, որ ասում եմ, ձեր էքերը թող կանգնեն, ասեն Արիանա ջան, մենք պորնիկ չենք, պորնիկները ինֆո չեն տալիս, մենք բոզ ենք, այդ իսկ պատճառով սրանք, որ տեղ չունեն խոսալու, շամպես վախենում են, ինչ տակտիկա են սրանք բան արել, վերցրել, տարբեր տեղերից ինձ զանգեր ա գալիս, ծանոթ, անծանոթ, Արիանա ջան, ուզում են քո գլուխը ուտեն, ասում եմ կներեք, էլի տղա չեմ, էլի որ ասեմ ինչ գլուխ ուտեն, հասկանում եք, ասում եմ ով, բա ասում են, նայեք տեսեք ինչ այնում, ճիշտ է, այն Դալբայովը, այն Քենիայի արտակը, ասում է ճիշտ է, դրան ամեն անգամ խայտարակում ես, իրանք քեզ չեն կպնի, դե ասում են Նիկոլը 8 տարի քեզ ոչ բռնել ա, ոչ ես արել, ոչ են արել, Նիկոլն էլ չի կպնի, որովհետև ինչ ասես գլխի տարեցին, քեզ չկարողացան կոտրել, ստեղ, քանի կար են վաղ Քոչարյանի անուններ ֆռում, որ կարան գլուխը սուտեն, հիմա էլ ֆռացնում են Տաշիր Սամոյի անունը, յանի Տաշիր Սամոն մոնստրա, գլուխըտ կուտի, ժողովուրդ այդ կտերը ես չեմ ընդունում, նախ, ոչ Տաշիր Սամոն, ոչ Քոչարյանը, ոչ Նիկոլը և որևիցե մեկը, իրանք ինձ կյանք չեն տվել, որ իմ կյանքն էլ խլ են, բայց իրականում այո, ես սպասում եմ, որովհետև ես մի մեծ ոսկոր եմ ընդդիմության կոկորդին, այո կարան իմ գլուխը ուտեն, կարան գլխի սարքեն, օրինակ ես ուժեղները վազեն Նիկոլի տակը պարկեն, ասեն էսի կտուտենք Արիանայի գլխին սարքեք, բան անենք, սարքենք փակեք, կամ ինչ որ ավտոն վառեն, ավտոն տրաքացնեն, ես անեն, արա ուրեմն լսեք, Արիանան այս կյանքում օդից ընկած պադարակ չի, ոմանց համար Սամոն մոնստրա, ես այսօր հաղորդման հյուր էի, 2-3 օրից կտեսնեք կհրապարակեն, իմ համար կլասիկ ժողովրդի ձայնը գողացողա, էլի եմ կրկնում, ինձ կյանք չեն տվել սրանք,
որ իմ կյանքը խլեն։ Իսկ հիմա ավելի կոնկրետ, ընդդիմություն։ Այդ պատերի տակ, որ փսփսում եք, Արիանան քֆուր անում։ Բոզի տղա եք, ասում եմ, բոզի տղա եք։ Պորնիկ եք, ասում եմ, պորնիկ եք։ Պորնիկ բառը, իդեպ ձեզ ասեմ, Աստվածաշնչում էլ է գրված։ Հասկացաք։ Ես պայքարում եմ իմ հայրենիքի համար, դուք պայքարում եք ձեր աթոռի համար, ժողովուրդ ջան, ուրեմն իմացեք, եթե իմ գլխից մազն գնի, բոլորն իրար հետ են, որովհետև ես միակն եմ, որ ձեզ չեմ խաբում, ձեզ ճիշտ ասում եմ, են Դալբայովի լուսաբանում էի, ես էլ էի հավատացել, որ կարա հայրենիք փրկի, զգացի, որ Դալբայովը բոլորիցդ ներողություն խնդրի, շուտ ասեցի, որ մեկը դրան ձայն չտակ։ Ես երբեք իմ Facebook-յան հետևորդների հետ մուկտուկատու չեմ խաղացել։ Ես ճիշտն եմ ասել ձեզ։ Գլուխս ուտեն։ Մա կասեմ ինչը կուտեն։ Այ քեզի բան, ռեյջս էլի բայ, ժողովուրդ ջան, հասկացա։ Ես էլի եմ կրկնում, թարգը տվեք այդ պատերի տակ փսփսալը, ամեն ինչ գալիս տեղա հասնում։ Որևիցե մի ընդդիմության բերանից լսեցի իմ անվան շուրջ եւ իմ նման էլի պայքարող կանայք կան։ Երդվում եմ բոլոր սրբություններով, կմտնեմ ձեր տուն դուրս չեմ գա։ Բոլորի տանցյալն էլ գիտեմ, ներկան էլ գիտեմ, գալիք ապագան էլ գիտեմ, ձեր ապագան գիտեք որն է, որ հեսա մտնելու եք ազգային ժողով, քպականները առավոտից իրիկու խորոփելու են ձեր վրա, ոտից գլուխ խորոփելու են ձեր վրա մանդատա մեռներ, եթե դուք իրական ընդդիմություն լինեիք, իրական Նիկոլի Գրպանի շունը չլնեիք, դուք հիմա բոլորդ միավորվել էիք, բոլորդ, ու բոլորիս հանձինս ինձ, բոլորիս դուրս էիք անել փողոց, Գագիկ Ծառուկյանի համար պայքարելու, հիմա էլ, ընգել են նորից այս ուժեղները, քուչե, ժողովուրդ, սրանց որտեղ տենում եք, լարեք, Փեդը վեկալեք են, ոնց են ոչխարի սուրույին լարու, այդ ես դրեք լարեք, սրանք խապեբաներ են, հիմա էլ սենց են անում, ով 5-րդ երեխան բերի տուն ենք տալի, ժողովուրդ ջան, ով 4 երեխա ունի, սաղդ բերեք, եթե ես դրանից տունը չստանամ, ամոթ ինձ, նայտես ինչ տակտիկա են ստեղծում, տուն ենք տալիս, Այս ժողովրդին նորից մանիպուլացիայի են ենթարկում, որովհետև դեմը տիմ ընտրությունները, քաղաքապետի ավականու ընտրությունները, հեսա կտանեն մի 2-3 հոգու տուն նվեր կտան, շոուներ կանեն, ես կանեն, ու կասեն, 4-ատուն եք 5-րորդը բերեք տուն ենք տալի, ամբողջ ազգի մեջ, Ինչքան 4 երեխաներ կա, ժողովուրդ ջան, սաղը ձեզ տենամ 5-րորդը բերեք ու դրեք դրանց ուժեղների վզին տները ստացեք։ Ես էլ ձեր կողքը կանգնած, տենամ կանեն։ Էլի եմ հիշեցնում 28 թվականի տիմ ընտրություններն է, մանիպուլացիայի են ենթարկում ձեզ, հարց տվեք, որ գալիս են, Այդ որ գալիս են, որ ասում եմ, փետը վերցրեք ու լարեք դրանց, ասեք մեր ձայները ինչի գողացակ, ձայն էինք տվել, որ Նիկոլ հեռացնեիք, լավ, Նիկոլը խլեց այդ ձայները, տարավ չթողեց անցնեք, ինչի մեզ փողոց չհանեցիք, հարց տվեք, այդ 300,000 ադրբեջանցիները, որ պիտի գային դրա դեմ պայքարը պրծավ, 300,000 աշխատատեղը, ուր է կարող ադրբեջանցիների համար էիք անում, բացում ստեղծում, ինչի չեք անում, հարց տվեք, թքեք վրները, ես այդալու եմ վրես գրեն, Արիանան հրահարում է մարդկանց, որ մեր վրա թքեն, սրանք ես են էլի, հարց տվեք, Բա եթե դուք ընդդիմություն եք, բոլորիդ վրա քրեական գործեր է հարուցված, ինչի չեք համախմբվում
Գագիկ Ծառուկյանի համար պայքար տանեք։ Փուրը տվի գնաց, ես կարամ կարծեմ, որ հենց դուք եք Գագիկ Ծառուկյանին փուրը տվել, հա? Այն Նիկոլի ոտերի տակ չոքողներ։ Ես ասել եմ, չէ, որևիցե մեկը մյուս անգամ, պատի տակ փսփսած, ձեր այդ ֆեյքեր, մեյքեր, արա գիտեք լավներդ ոնց կծռեմ, ու վատ մի զգացեք, դուք խաբել եք ժողովրդին, ոմանք բոզի տղա են, ասում են բոզի տղա են, ոմանք պորնիկ են, ասում են պորնիկ են, ինչի եք վատ զգում, հա? Սա ձեզ դաս կլինի, ձեր այդ ֆեյքեր, մեյքեր հավաքում եք, անվանս հետ խաղացել եք, արա դուք չեք պատկերացնում ձեզ ինչ կանեմ, գիտեք, կարմիր գիծը դուք եք ստիպել, որ ես հատեմ, ես անցած անգամ էլ ասեցի, եթե ընդդիմության մեջ տղա լիներ, այս ուժեղներ Քոչարյան, եթե տղա լիներ, ես այս ծանր բեռը իմ ուսերի վրա չէի վերցնի, և այս ձևով ձեր հետ ես չէի խոսի, ես պայքարում եմ իմ հայրենիքի համար, դուք պայքարում եք աթոռի համար, աթոռը մեր շներ, դուք էդ եք, ժողովուրդ, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, այս ընդդիմությունը, որ կա, սրանք Նիկոլի շներն են, այս ընդդիմությունից օր առաջ պետք է ազատվել, սրանք այն ընդդիմությունն է, որ թքում է սրանց երեսին, սենց սիրուն մաքրում են, մենակ գնան, քպեի կողքը նստեն, այո, այստեղ գրել են, իրանց ծառուկյանն էր խանգարում փաստորեն, այո, էլի եմ ասում, բա այդ Սամվել Կարապետյանին խի պոլերով չտվեցին տարան, Քոչարյանին խի պոլերով չտվեցին տարան, հե, խի չտվեցին տարան, այդ կադրերը խի եկան Սամոյ, քիչ էր մնում սենց են քրեականի, Երևան քաղաքի քրեականի վարչության պետը, են Վարդանիգը, մտներ թևս են շշնջալով, կոֆե խմելով գնային, ում եք էշի տեղ դնում, Ծառուկյանը դնի սաղիտ վզին, հե, ում եք էշի տեղ դնում, ես կոչ եմ անում Ծառուկյանի կողքիններին, արա ասեք ինչ անենք, չասեցիք, նայեք, հանկարծ չասեք, է Ծառուկյանը չի թողում, չկա տենց հասկացողություն, ազգի բարերարը նստածա բանտում, պիտի կոչ անեք, մեկը ես դուրս եմ գալու, առաջիններից մեկն եմ, եթե չէ, ես թքած ունեմ ձեր վրա, ոչ մեկը Ծառուկյանից լավը չի, իսկ են էքերը, ովքեր տիկին Ռոզայի մոտ կապիկություն էին անում, ձեզ առանձնահատուկ եմ անդրադառնալու, սուտի գործարարներ, քանի Ծառուկյանը կար, Ռոզայի քիչ էր մնում, չգիտեմ, ոտից գլուխ պաչեիք, հիմա խի չեք պաչում, հիմա խի մի երկու խոսք չեք ասում, հա ստորներ, ես ձեզ զգուշացնում եմ, տեսեք ինչ եմ ասում, ժողովուրդ, եթե այստեղ իրականում, գիտեք ոնց, Ծառուկյանը չեմ ասում է իդեալական մարդ է, այնքան սխալներ արել, բոլորդ ինձանից սկսած, եկեք բոլորս մեզ հայելու մեջ նայենք, մենք մեզանից ինչ ենք ներկայացնում, բոլորս ունենք անցյալ, բոլորս ունենք սխալներ, բոլորս անսխալական մարդ չկա, բայց ազգի բարերարն է նստած, ու այս են մարդիկ հազարներով, արա, որ գործազուրկ են այս պայն, տենց բան չի եղել, լավ Ծառուկյանին փագել եք, արա, ենթադրաբար հանցանք է կատարել, ենթադրաբար, արա սաղ այդ գործարան-մործարանները խեք փագել, մարդկանց խեք գործազրկել, то есть գործազրկության ենթարկել, դա, Արա խից են չեք հանում, մի երկու հոգի են ոնել մի հատ աղջիկ Ծառուկյանի աշխատողներից, կանգնել է լրագրողին ասում է,
մեր բանը քաղաքական ենթատեքստ չնկատեք իմ խոսքերի մեջ։ Արա, դու դալբայով չես, աղջի։ Դու անասուն չես, արա, ինչ քաղաքական ենթատեքստ չկա այս ամենի մեջ։ Գագիկ Ծառուկյանը քախ հալածյալ է, քախ բանտարկյալ է։ Այդ ոնց եղավ մի գիշերվա մեջ, սաղ, փակեցին առյուծներին, վարի տվի, նես արի, նեն արի։ Մայրամիկն էլ սկսել է ձի սիրել, հեսա երը կտանին, որ Մայրամիկը հետը խաղա։ Էլ իմ ներվերը չի երիքում։ Ժողովուրդ, ով վախ չունի, կանայք, քանի որ տղամարդիկ շատ վախկոտ են դարձել, իհարկե ոչ բոլորը, բայց անվախ մնացել է շատ չնչին տոկոս։ Եկեք մենք դուրս գանք, բայց ես ուզում եմ հասկանամ, էլի ինչից եք վախենում, դուք ինքնասիրություն չունեք, եթե այս ամենը ձեր դուրը գալիս է, ստեղ մեր հովիկը խնդաց, հա դե հով ջան ճիշտ եմ էլի ասում, հով, փիսիկ են դարձեն գեր, փիսիկ, անկեղծ եմ ասում, այս տղամարդկանց մեծամասնությունը, հով ջան տենաս նստի կոմ բան գրի, էդ ինչա, սոցիալական հարթակներում քֆուր գրի, համա դեմքս տենում կիլոմետրերում փախնում է, կամ էլ իրան դնում է էշի տեր, էդի ես է, իմ օգնական Արմաններ, ժողովուրդ, եկեք էլի, թեկուզ լինենք 10 հոգի, այ ապրես հով ջան, մերնեմ ջանին, համամիտա իմ խոսքերի հետ, որտև ինքն էլ է նայում, ովն կարգի տղայա։ Նույնը Արտուրը Սիսյանսկին, պրիվետ Արտուր ջան, ես գիտեմ, որ դու պատրաստ ես ու վստահ եմ, որ դու առաջնագծում կանգնողներից մեկն ես։ Այստեղ գրել եմ, որովհետև Ծառուկյանի թիմը չի կազմակերպում, այո, որովհետև Ծառուկյանի թիմը մի Ծառուկյանի խաբել ու փողերն է լափել։ Այստեղ Անահիտը ասում է, միանում եմ, այստեղ են, ես մեռնեմ ձեր ջանին։ Ինձ էլ Ռուսաստանից, Ամերիկայից, Facebook-յան իմ ընկերները, ինձ հազարավոր մարդիկ են զանգում, գրում, Արիանա ջան, կոչ արեք, մենք պատրաստ ենք դուրս գանք Գագիկ Ծառուկյանի համար։ Դրա համար ժողովուրդ ջան, եկեք, սպասենք, տենանք այսօրվա իմ խոսալուց հետո Գագիկ Ծառուկյանի, այս փաթիռները, կողքինները, իհարկե ոչ բոլորը, այնտեղ մի քանի հոգի կարքինները կան։ Ընդդեմ Արման Աբովյանի, ում շատ սիրում հարգում եմ, Արման Աբովյանը, այո։ Բայց մի քանի հոգուն հանես մնացածի վզից բռնես սկսես զիբիլի ամանը։ Եկեք սպասենք, տեսնենք, եթե քայլեր չեն անում, դուրս կգանք, մեր լայվերը կմիացնենք, ժողովուրդ ջան, ու կսկսենք Չարեց Ծառուկյանի թիմը, դե իրանք կուլտուրական մարդիկ են, հասկանում եք։ Իրանք պետք է փող տաս իրենց որ խոսեն, հասկանում եք ժողովուրդ ջան։ Հələ կարող է ինձանից նեղանան այդ իր կողքիններս, Նարիանա ջան, դուք ես խոսում, լավ եմ անում, մեկը թլա ասեք, դուք տեսեք ես ձեզ ինչ կանեմ արա, ուտող ուրացող շներ։ Այս այստեղ Աստղիկն էլ ա գրել, Ռիտան էլ ա գրել, մենք էլ միանում ենք, Կարոնն ա գրել, Անահիտն ա գրում, լիքը ես գիտեմ, որ բոլորը դուրս կգաք, մեր բժշկուհի Լիլիթ Կուջոյանն էլ ա գրում, բնականաբար ես էլ եմ միանում, մեռնեմ ես սրտիդ։ Բայց ես չի կարելի, արա ազգի բարերանն ա նստած։ Ու սենց հով լրված են, խնդրում եմ, մտեք մի հատ իրա այդ կողքի են դեմքի, իրանց են, որ դեմք են ասը, դեմքի տեղ են դրել, մտեք մի հատ տեսեք, մեկը խոսում ա Գագիկ Ծառուկյանից չկա, դե իրանք կուլտուրական են, պիտի լրագրող լինի ժողովուրդ ջան, կամերան միացնի, որ իրանք երկու տոս տող իրանք ասեն, այդ են, դրա համար ժողովուրդ, այս տականք ընդդիմությանը պիտի սիկտիր անենք, սրանք չարիք են, այստեղ Ազատուհին էլ ա գրել, ես միանում եմ, Աշոտն ա գրել, ես միանում եմ, Արմենն ա գրել, ես միանում եմ,
Արտաշես Բուրուշյանն ա գրել, միանում եմ, միավորվում ենք։ Բոլորը գրում են, ինձ այնքան նամակներ ա գալիս, մեսենջերով զանգում են։ Այստեղ Անահիտը գրել ա, Ծառուկյանը եղել է իմ կողքին, ես երբեք չեմ մոռանա։ Ով ուրանա, թող քոր երկու աչքով քորանա։ Ոնց կարելի արա, հազարավոր ընտանիքների ա կերակրում այդ մարդը, ոնց եք ուրանում։ Վերջի վերջո, մենք մեր նամուս պատիվը, արա թուրքին բտի ցույց տանք, մենք այսքան անինքնասեր ազգ ենք։ Այստեղ Հովանեսն էլ գրեց, միանում ա, Արմանն էլ գրեց, միանում ա, Մանվելն էլ ա գրում, միանում ենք։ Լինենք 10 հոգի, 20 հոգի, եկեք դուրս գանք ժողովուրդ։ Թեկուզ գնանք ԱԱԾ-ի մոտ Գագիկ Ծառուկյանին բարև ուղարկենք, ասենք մենք քո հետ ենք։ Այս տեսակ ուրանալ չի կարելի ժողովուրդ, չի կարելի։ Ումից եք վախենում։ Չի կարելի։ Մենք այս տականքներից եկեք տարբերվենք, այս ընդդիմությունից եկեք տարբերվենք, ժողովուրդ կործանվում ենք մենք։ Դուք հասկանում եք թուրքը մեր վրա ոնց ա ծիծաղում։ Ես էլի եմ ասում, Գագիկ Ծառուկյանը սխալներ ունի, այո, որ մեկս չունենք։ Թող յուրաքանչյուրը քար վերցնի ու շպրտի մարդու վրա, թող այն մարդը վերցնի շպրտի, ով անսխալական ա, բայց ես չի կարելի։ Ես ձեզ խնդրում եմ, մենք այս տեսակ անինքնասեր չենք եղել։ Ախր հեսա որ Գագիկ Ծառուկյանը դուրս գա, բոլորդ էլի օգնություն եք խնդրելու եք, չէ։ Իսկ ինչ երեսով եք խնդրելու։ Ես արդեն ամաչում եմ։ Այո, եւ հնարավոր է, որ սրանք իմ գլուխը ուտեն, որովհետեւ ես բոլորին խանգարում եմ։ Բոլորին։ Եվ ես այդ օրվան սպասում եմ։ Բայց եկեք մեր ուշը ցույց տանք, ժողովուրդ։ Եկեք, ես ինչ ա կատարվում։ 70 տարեկան մարդ, դուք հասկանում եք։ Ու այն տեսակ մարդիկ են տեղադրում իրանց էջերում, որ լայքեր հավաքեն։ Ամոթ ա, իրականում ամոթ ա։ Հետո էլ ասում են Արիանա, խես էսպես խոսում։ Արիանան ինքնասիրություն ունի։ Արիանան մի սիրում ա նեղ մարդու կողքին կանգնի։ Չի կարելի, իրոք չի կարելի։ Մենք չպիտի ուրանանք, եթե ինձ մեկը սա նվիրում ա կամ իմ համար լավ բան անում, ես դա երբեք չեմ ուրանում, երբեք։ Նույնը խնդրում, պահանջում եմ, որ դուք չուրանաք։ Ինչ ուզում եք թողենք, որ գլուխը ուտեն։ Ով ա ձեր ընտանիքներին փող տալու, Նիկոլը թե ուժեղները։ Գիտեմ Լիլ ջան, գիտեմ ցավը տանեմ, որովհետև հենց այս տական կնդիմությունն ա ժողովրդին այս անտեր փողին սովորացրել։ Փող պիտի տամ, որ շարժվեն։ Բայց ես վստահ եմ, որ իմ հետևորդների բանակում այստեղ փողով դուրս եկող մարդիկ չկան։ Բոլորը պայքարող մարդիկ են։ Ինչևէ,